Տիկին Ամիրյան, դուք միացել եք Ժառանգության կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանի եւ ընտրությունների ձեր մասնակցության մասին եմ ուզում խոսեք։ Ինչու որոշեցիք մասնակցել հենց նաեւ Ժառանգության տեխնացուի հետ միասին։ Ժառանգության տեխնացուի հետ որոշեցինք մասնակցել, որովհետև Ժառանգություն կուսակցության տեխնացուն Արկադի Փայտյանը եւ նրա շտաբի ղեկավարը Գուրգեն Գրիգորյանը բավականին հաջողված կադրեր են եւ նրանց մեջ ես տեսա, որ նրանք հաղթանակի դեպքում կկարողանան, այո, շատ հարցեր, որոնք ուզում են համայնքի բնակչությանը իրագործել եւ լուծումներ տալ եւ դրա համար էլ նաեւ շփումների ժամանակ աղջիկս ինքն էլ որոշեց, որ պետք է մասնակցի այդ խմբի հետ, այդ թիմի հետ սպասվելիք ընտրություններին։ Ձեր ընտանիքի մասնակցությունը քարոզարշավին գիտեք, որ ուշադրության կենտրոնում է եւ նաեւ հիշում եմ, որ Կարենը Գրիգորյան նաեւ քաղաքապետ է եղել Էջմիածնում, այսինքն ինչ եք ուզում փոխել, ժամանակին եղել իշխանությունը Վաղարշապատում ձեր ձեռքին, այսպես ասած, հիմա ինչ եք ուզում փոխել։ Ճիշտն ասած, Վաղարշապատում Կարեն Գրիգորյանի քաղաքապետ լինելու ժամանակներից եւ մեր երկրում եւ Վաղարշապատում բավականին շատ բաներ է փոխվել եւ որոնք փոխվել են ոչ թե դեպի դրականը, այլ փոխվել են դեպի բացասականը։ Եվ այն, որ Վաղարշապատը առաջվա հանգիստ ապահով համայնքից դարել է բավականին արդեն անհանգիստ եւ քրեական իրավիճակներով լեցուն համայնք, դա բոլորին գաղտնիք չէ։ Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպիսի անհանգիստ ամեն օր դանակահարություն կամ կրակոցներ եւ բացի դրանից Վաղարշապատ համայնքը, ճիշտ է արդեն խոշորացված համայնքը, առաջ եթե միայն քաղաքներ, հիմա արդեն ապագայում միանալու են նաև 19 գյուղերը Վաղարշապատ համայնքին, բոլոր այդ գյուղերը ունեն արդեն քաղաքի հետ միասին իրենց ուրույն խնդիրները, որոնք առաջ իհարկե չկային։ Եվ ամեն մեկը, եթե առանձին վերցնում ենք ամեն գյուղական համայնքը եւ հենց եւ վերցնենք քաղաքը իր թաղամասերով, ամեն մի տարածքը ունի արդեն բոլորովին նոր մարտահրավերներ այս զարգացման ընթացքում։ Դուք եւս կարծում եք, որ հոգեվոր քաղաքից պետք է սկսել այս իշխանության հեռացումը։ Դա մեր թիմի, ամբողջ թիմի ցանկությունն ու առաջ գնալու գաղափարն է, որովհետև այո, հոգևոր կենտրոնում ազգը ուրացող իշխանությունը, ազգը կործանող իշխանությունը տեղ չունի։ Դուք նկատի ունեք նաև եկեղեցու հետ կապված իրավիճակը, իշխանություն, եկեղեցի հետ հարաբերությունների համատեքստում եք դա ասում, այսինքն դուք ինչպես եք այս ամեն ինչը գնահատում, այն ինչ կատարվում է։ Ոչ միայն եկեղեցինի նկատի ունեմ, որովհետև եթե վերցնենք գլոբալ առումով, այս իշխանությունների օրոք մենք ունեցանք մեր գլխավոր հաղթանակի կորուստը, այսինքն մենք ունեցանք Արցախի կորուստը, մենք ունեցանք 150,000 անօթևան արցախցիները, որոնք սփռված են ամբողջ Հայաստանով մեկ, եւ այսօր նաեւ մեր համայնքում ունեն բավականին մեծ խնդիրներ, անտուն, անտեղ, ապրուստի միջոց չունենալով եւ այս իշխանությունները դա դիտարկում են որպես սովորական երևույթ եւ նույնիսկ հորդորում են իշխանության գագաթին կանգնածը հորդորում է, որ ընդհանրապես մոռացեք Արցախ բառը, մոռացեք այնտեղ վերադառնալու հարցը։ Դա դնենք, եթե մի կողմ դնենք, մեր երկիրը համենայն դեպս աշխարհաքաղաքական իր դիրքով մշտապես պետք է լինի հզոր երկիր, պետք է ունենար հզոր բանակ։ Այսօր մենք տեսնում ենք հաջորդ տարվա բյուջեն հաստատելուց բանակի հատկացվող միջոցները կրճատվում են։ Եթե մեր հարևան երկիրը, որը այդպես կոչ են անում, թե խաղաղություն ենք, մենք տեսեք խաղաղության մեջ ենք խաղաղության։ Հարևան երկիրի բյուջեն ռազմական ավելացնում է, իսկ մենք պակասացնում ենք։ Այսինքն դա
ամենաչհասկացող մարդն էլ պետք է մտածի, որ այսինքն մենք ստորանում ենք արդեն, եթե մենք խոնարհում ենք մեր գլուխը մեր հարևան պետության դեմ, մենք արդեն ենթակա պետություն կամ նույնիսկ պետություն էլ չենք մնալու։ Իսկ հարձակումը մեր առաքելական եկեղեցու վրա դա հայի վերջին ուժն է։ Դարերով մեր հայ ժողովուրդը մնացել է հայ իր եկեղեցով, իր հավատքով։ Այսօր այդ հավատքի վրա հարձակումը ես ընկալում եմ որպես ուղղակի վերջին խոչընդոտը այս երկիրը դարձնելու անդեմ, անտեսք, անհամ, առանց ավանդույթների ինչ որ մարդկանց զանգված։ Տեսակետ կա Տիկին Ամիրյան, որ դուք նաև չեք ներում այս իշխանությանը Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի հետ կապված, այն հայտնի Տուշոնկա շոուն, որ կազմակերպվեց, այս նեղվածությունը ձեր մեջ կա դեռևս, այդ անարդարությունը կամ այսպես ասեմ, իշխանությունների հանդեպ։ Անարդարությունը չի կարող չլինել, որովհետև եւ դա չի ավարտվել 18 թվականից հետո բոլոր քրեական գործերը դեռ չեն ավարտվել, նաև գեներալ Մանվել Գրիգորյանի հանդեպ չեն ավարտվել եւ դեռ շարունակվում են, բայց դա հիմնական մեղը չի։ Այսինքն միևնույն է, իրենք ինչ էլ ուզում էին անեին, ինչքան էլ ուզեցին շոուներ սարքեն, ամպագորգոր ինչ որ հայտարարություններ, տեսանյութեր եւ այլ մոնտաժված կադրեր ցույց տալով իրանք չհասան իրանց ուզածին, ուղղակի չհասան։ Այսինքն հերոս մարդուն ինչքան էլ ուզում է ցեխ շպրտես, մաքուր ջուրը մաքրում է ցույց է տալիս։ Դրա համար սա ոչ թե իշխանությունների հանդեպ ռեժի արտահայտություն է, ոչ, ուղղակի իրենք այս երկիրը քանդում են, տանում են մեր երկիրը կործանման, իսկ մեր Հայաստան աշխարհը դա ընդհանրապես Հայաստան աշխարհը մեր սահմաններով պարափակված տարածքը չէ։ Երբ որ ասում են ունեք այս սահմանը, գոհացեք այս սահմանը, նույնիսկ մեր սահմանը, տեսեք հանրությունը ընկալում այդպես, ասում են մեր սահմանը, բայց այսօր այդ մեր սահմանը նույնիսկ մեր սահմանը չի, որովհետև Վարդենիսի տարածքում, Ջերմուկի տարածքում, Սյունիքի տարածքում բավականին մենք զիջել ենք տարածքներ, որոնք մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության տարածքն է։ Եվ այն, որ ասում են ոչ, դա նախկինում եղել է, չգիտեմ ումով, ոչ, այդպես չի։ Եթե գյուղացու պապը այդ տարածքում հող է մշակել, պապի պապն էլ է մշակել, դա չի կարող ուրիշ երկրի տարածք լինել։ Եթե Մանվել Գրիգորյանն այս ամենը տեսներ Արցախի հանձնում, ինչ կարող էր ասել այս իրավիճակում, ինչպիսին կլիներ նրա խոսքը։ Գիտեք, եթե նա ողջ լիներ, ես մտածում եմ, որ ինքը Արցախում մինչև իր վերջի շունչը կպայքարեր եւ այնտեղ էլ կզոհվեր։ Չեմ ուզում թողնեմ, որ ինքը այս ամեն ինչը տեսնելով վերջի խոսք ասեր։ Ուղղակի ձեզ ասեմ, որ պատերազմի սկսվելուց հետո 20 թվականի գեներալը չունենալով ընդհանրապես առողջություն անվասայլակով գնաց Շուշի եւ այնտեղից իր բավականին ստվար զանգված զինվոր տղաներով եւ այնտեղ ապահովում էին Շուշի քաղաքի պաշտպանությունը։ Ուղղակի հիվանդությունային աշճանի սրվեց, որ իրան ուղղակի մահամերձ այնտեղից հետ բերեցին Հայաստան։ Եվ երևի վերջի իր գիտակցված նախադասությունը, որ ինքը լսել է գիտակցված վիճակում, այն էր, որ բժիշկների կողմից իրեն ասվեց, որ Արցախի համար պարտություն են ստորագրել։ Դա եղել է իր վերջի գիտակցված ընկալումը։ Եվ ինչպիսին էր նրա արձագանքը։ Դրանից հետո ինքը ուղղակի էլ չխոսեց։